Այս կադրերը 2014 թվականին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերից են։ Անցած տարին մեկնարկեց դեռ 2013-ից մնացած մի շարք խնդիրների լուծման համար պայքարով, որը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում, հունվարից մինչև դեկտեմբեր։ Ցույցերն արձանագրեցին փոքր ու մեծ հաղթանակներ, եղան նաև հիասթափություններ։ Տարին սկսվեց դեմ քաղաքացիական նախաձեռնության բողոքի ցույցերով։ Նրանք դեռ 2013-ից պայքարում են կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ։ Նախաձեռնությանը միացել էր ազգային ժողովի 4 խմբակցություն՝ Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք այդ հարցով դիմել են սահմանադրական դատարան։ Դեմը օգտագործած քաղաքացիական անհնազանդության տարբեր միջոցներ, իրականացնելով մեքենաներով հեծանիվներով երթեր, պահանջի սատարման, իրազեկման, լուսավորման ակցիաներ։ Մի քանի ամիս նախաձեռնությունը թեժ պահեց ոչ միայն Երևանը, այլև մյուս քաղաքներն ու մարզերը։ Ակցիաները հաճախ ավարտվում էին ոստիկանության կողմից ցուցարարներին բերման ենթարկելով։ Մենք արդեն հասել ենք յուղոտ վերջակետին, դե բոլորով միանանք ու գոռանք։ Պայքարի համար ելակետային օր էր ապրիլի 2-ը, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի վիճարկվող դրույթները։ Խորհրդարանին եւ կառավարությանը ժամանակ տրվեց օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար։ Խորհրդարանը հաստատեց կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը, որն ըստ էության նախորդի կրկնությունն էր, բացառությամբ, որ կուտակայինը պարտադիր դարձավ պետական աշխատողների համար, իսկ ոչ պետական աշխատողները կարող են հրաժարվել դրան մասնակցելուց մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, որից հետո կուտակային վճարները պարտադիր կդառնան բոլորի համար։ Դեմեմի բողոքի վերջին ակցիան տեղի ունեցավ նոյեմբերին։ Նախաձեռնությունն ավելի սակավաթիվ անդամներով պահանջում էր լուծել երիտասարդ դասախոսների խնդիրը, որոնք համատեղությամբ աշխատելով բուհում ու մասնավոր ընկերությունում երկու տեղից էլ կուտակային վճարներ էին մուծում։ Երիտասարդ դասախոսներին հնարավորություն չի տրվում արժանապատվորեն աշխատել բուհերում։ Բուհերը վերածվում են ծերակույտերի։ Այս խնդիրը լուծում ստացավ Երևանի պետական եւ բժշկական համալսարաններում, որոնք կառավարության որոշմամբ պետք է դառնան հիմնադրամներ։ Չնայած այս փոփոխություններին, կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ քաղաքացիները վստահություն ձեռք չբերեցին։ Դեմեմ շարժման կարևորագույն հատկություններից մեկը մարդկանց մոտ պայքարի իրենց իրավունքների համար դուրս գալ թե ցույցերի, թե քաղաքացիական անհնազանդության միջոցով իրենց իրավունքները պաշտպանելու գաղափարն էր, որը որ շատերը չունեին, չէին պատկերացնում, բայց հիմա արդեն գիտեն, որ դա եւ կարելի է, եւ թույլատրված է։ Այսինքն դրա իրավունքը ունեն թե Հայաստանի օրենքներով, թե միջազգային իրավունքով։ Երկու 2014 թվականի մայիսից քաղաքացիական պայքարի թեժ կետ դարձավ Երևանի Տերյան 11 հասցեն։ Պայքարն ուղղված էր պատմամշակութային հուշարձան Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ։ Դեռ մի քանի տարի առաջ սկսված պայքարն այս տարի ավելի սրվեց, քանի որ կառուցապատող ընկերությունը ապամոնտաժման ուղղությամբ ակտիվ քայլերի անցավ։ Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անդամները փորձեցին քաղաքացիական անհնազանդության եղանակներով թույլ չտալ ապամոնտաժումը։ Շատ դեպքերում մասնակիցները ակցիաներ իրականացնում են գիշերային ժամերին։ Մի շարք ակցիաներ ավարտվեցին նախաձեռնության անդամներին բերման ենթարկելով։ Ի վերջո ոստիկանները դարձան աֆրիկյանների ապամոնտաժման պահապանները։ Մի քանի ամիս Տերյան 11-ի բակը վերածվեց մշակութային միջոցառումների հարթակի։ Նախաձեռնության անդամները մեջբերելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները պնդում են, որ պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխումը հակաօրինական են։ Մի քանի անգամ ապամոնտաժումը դադարեցվեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների կողմից։
Սակայն քաղաքացիների բոլոր փորձերը դադարեցնելու ապամոնտաժումը հաջողությամբ չպսակվեցին։ Հուլիսին շենքն այլևս չկար։ Քայլերը տեղափոխվել են Glendale Hills ընկերության տարածք եւ սպասում են վերականգնման Հին Երևան նախագծում։ Նախաձեռնությունը ինքնես անգամ նրանով էր հետաքրքիր ու կարևոր, որ տարբեր խավերի մարդիկ միացան շարժմանը, այսինքն ի սկզբանե շատ քաղաքականացված չէր եւ գալիս էին բոլոր նրանք, ովքեր որ մտահոգված են Երևանի ապագայով եւ ճարտարապետական արժեք էր, երևի թե Երևանի փոքր կենտրոնում մնացած միակ կայուն կանգուն շենքն էր մնացել, որը որ վերջի վերջո, ինչպես տեսնում ենք, ապամոնտաժվեց, երևի թե պետքա բոլորս էլ մի պահ սովորենք պարտվել, սովորենք մեր սխալների վրա։ 2014-ին Երևանի փողոցները կարելի էր տեսնել փակված եւ խցանված։ Դրանց պատճառը շատ անգամ դուրս մեր գրպանից նախաձեռնության ակցիաներն էին։ Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, արդեն գրանցված տուգանքների վրա եկած տուժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ այլն։ Ակցիաները մեծ մասամբ երթեր են, որոնք իրականացվում են մեքենաներով եւ ընդգրկում են Երևանի տարբեր հատվածներ։ Դրանք անհնազանդության եւ իրազեկման երթեր են, որոնցից շատերը ավարտվում են ոստիկանության հետ բախումներով, բերման են ենթարկում կամ տուգանվում են մասնակիցները։ Նախաձեռնության բողոքը հատկապես ուղղված էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեմ, որը սառեցնում էր տուգանքները չմուծած քաղաքացիների բանկային հաշիվները։ Հունիսին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները կրճատվեցին, իսկ կառավարությունը նոյեմբերին որոշեց համաներում կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք պատշաճ կերպով չէին ծանոթացել վարչական իրավախախտումների մասին։ Նրանք ազատվեցին տուգանքներից։ 2014 թվականին նախաձեռնությունը գրանցեց որոշակի արդյունքներ, բայց դրանք շատ սակավ էին եւ նվազ էին։ Հետևաբար մենք շարունակելու ենք մեր պայքարը 2015 թվականին։ Շատ գլոբալ հարցեր կապված համաներման հետ, կապված կարմիր գծերի հետ, նույնիսկ տուգանքների չափերի մասով մնացին բաց եւ չլուծված։ թվականի ամռանը բողոքի ալիք բարձրացեց էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը։ Այսինքն մտահոգ քաղաքացիներ մի քանի ակցիա անցկացրին հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի դիմաց եւ այլ վայրերում, էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը համարելով հակաօրինական։ Այս խնդրով ստեղծված «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության առաջին ակցիան տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Ակցիայի մի շարք մասնակիցներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին։ Հաջորդ մեծ ակցիան կրկին նույն վայրում էր, հուլիսի 1-ին։ Մինչ հանձնաժողովը քննարկում էր թանկացման հարցը, քաղաքացիները դրսում պահանջում էին նիստը հետաձգել եւ քննարկմանը մասնակից դարձնել հանրության բոլոր շերտերին։ Նիստը չհետաձգվեց, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հաստատվեց։ Էլեկտրաէներգիան թանկացավ օգոստոսի 1-ից։ Այդ օրը մեծ թվով քաղաքացիներ եւս դուրս եկան փողոց եւ Մատենադարանի մոտից մոմերով երթ իրականացրին, ոչ թալանին կարգախոսով։ Հանրային բողոքի առիթ դարձավ շրջանառության հարկի մասին նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։ Ըստ դրա, փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափը 2.5%-ից նվազեցվում էր 1%-ի։ Միաժամանակ նրանք պարտավոր էին գործունեություն ծավալել հստակ փաստաթղթային շրջանառությամբ։ Այս վերջին կետը տոնավաճառների բազմաթիվ առևտրականներին ստիպեց դուրս գալ փողոց եւ նույնիսկ դիմել կտրուկ քայլերի։ Դրանք բողոքի ակցիաներ իրականացրին կառավարության եւ ազգային ժողովի դիմաց, պահանջելով օրենքը չեղյալ հայտարարել։ Այս խնդրով բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ Գյումրիում եւ Սևանում, որտեղ մի քանի օր բազմաթիվ խանութներ չաշխատեցին։ Օրենքի դեմ հատկապես բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը բռնություն գործադրեց ցույցերին մասնակցող առևտրականների նկատմամբ։ Ի վերջո օրենքը հաստատվեց ամբողջությամբ, սակայն գույքագրման պահանջը 2014 թվականից երկարաձգվեց մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը։
Աշնանը հասարակական դժգոհության առիթ դարձավ ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում կառավարության փոփոխությունների նախագիծը, որով կրճատվելու էր աշխատող հղի կանանց մայրության նպաստը։ 2015-ից կրճատելով աշխատող կանանց նպաստները կառավարությունը պատրաստվում է 2016-ից նպաստ տալ չաշխատող կանանց։ Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ աշխատող կանայք իրենց բողոքի ձայնը հայտնեցին, կազմակերպելով բողոքի ակցիաներ կառավարության եւ ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում էին պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայում գործող օրենքում, եւ գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց նպաստ վճարելու համար։ Ի վերջո ազգային ժողովում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում տարբեր կազմակերպություններում աշխատող կանայք, падգամավորներ իրենց մտահոգություններն ու առաջարկները ներկայացրին։ Դրանց հիման վրա էլ ձևավորվեց նոր օրինագիծը, ըստ այդմ պահպանվեց գործող օրենքի կարգը։ Վճարումները կլինեն 100%-ով, կվճարվեն նաև չաշխատող կանայք, սակայն սահմանվեց նպաստի առավելագույն շեմ, համաձայն որի 1 միլիոն դրամից ավել վարձատրվող կանանց նպաստների վճարման պարտավորությունը մասամբ դրվել է գործատուների վրա։ 2014-ին թեկուզ սակավամարտ, բայց բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման դեմ։ Բողոքի ցույց տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դիմաց, երբ վերջինս քննում էր Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրի Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ակցիաներ տեղի ունեցան նաև խորհրդարանի մոտ, երբ այն քննարկում էր ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը։ Մի քանի օր շարունակ քաղաքացիները հավաքվում էին խորհրդարանի դիմաց եւ պահանջում դեմ քվեարկել անդամակցությանը։ Մամոս Միքայել, Հայաստանի անկախության դեմ է պայքարում։ Ինչա՞։ Ի վերջո ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի միանալու մասին պայմանագիրը վավերացնելու մասին հարցը։ Կողմ 103, դեմ 7, ձեռնպահ 1 որոշումն ընդունվել է։ Դեկտեմբերին մեծ աղմուկ բարձրացրին նաև երթուղայինների վարորդները, որոնք բողոքելով գազի եւ այլ ապրանքների թանկացման դեմ գործադուլ հայտարարեցին, փակելով մի շարք փողոցներ։ Մենք ոչ մի ձևի չենք կարողանում աշխատել, ախպեր իր գոնը գնացել է մինուս 1000 դրամով։ Ոնց անենք դա։ Մենք էլ ենք, չէ՞ մարդ։ Տարվա ընթացքում իրենց խնդիրները լսելի դարձնելու համար բազմիցս փողոց դուրս եկան նաև Նայրիտի աշխատակիցները, խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, մետրոպոլիտենի աշխատակիցները, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության, սելեկտիվ աբորտների դեմ պայքարող իրավապաշտպան կազմակերպությունները, ազատամարտիկներն ու անհատներ։ Քաղաքացիական անհնազանդության միջոցներին դիմեցին նաև Հայաստանի տարբեր քաղաքների եւ գյուղերի բնակիչներ, տարբեր խնդիրներով։ Հայաստանի քաղաքացիներին այս տարի հուզող խնդիրների մի մասը շարունակում է մնալ չլուծված։ Ինչպիսին կլինի 2015-ը, շարունակվեն նախորդ տարվա բողոքի ակցիաները, կլինեն նորերը։ Կերևա շուտով։